Պարզ է, որ բոլոր քվեարկությունները որոշում է մեկ մարդ, վարչապետը, թե ոնց քվեարկեն ում համար։ Եթե այդպես չլիներ, Արմեն Դանիելյանը չէր կարող ընտրվել դատավոր Արմեն Դանիելյանը Վճռաբեկ դատարանի դատավոր։ Ուղղակի անհնար կլիներ։ Հիմա ինչ է կատարվում։ Սահմանական դատարան, սա գալիս են խորհրդարանով են անցնում։ ԲԴԽ գալիս են խորհրդարանով են անցնում։ Վճռաբեկ դատարան գալիս խորհրդարանով են անցնում։ Խորհրդարանում իրենց օգտին քվեարկում է ԿՊ-ն, ԿՊ-ի որոշումը քվեարկության կայացնում է վարչապետը։ Սա նորմալ չի։ Սա նորմալ չի, սա հնարավոր չի, սա ով նստի այդ աթոռին, եթե խղճի կորուստ ունենա, ուրեմն մի քանի տարվա ընթացքում բերելով է մոնոիշխանություն եւ խորհրդարանում եւ դատական համակարգում։ Ով էլ լինի, ասեմ, եթե զուտ կորցնի իր խիղճը, էլի։ Հիմա քանի որ Նիկոլ Փաշինյանը խիղճ չի ունեցել ընդհանրապես, ինքը ստացել է մի շատ պարատ հող եւ հնարավորություն այդ մոնոիշխանությունը բոլոր ճյուղերում ձևավորելու։ Հիմա ինչ է կարելի անել։ Ես այո, այստեղ ունեմ շատ կոնկրետ առաջարկ։ Իհարկե պետք են սահմանադրական բարեփոխումներ։ Հիմա կարելի է անցնել կիսանախագահականի, բայց սա կարող է կտրուկ քայլ է եւ քաղաքական դաշտում կարող է շատերը սա չընդունեն, որովհետեւ sense կիսանախագահականը ենթադրում է որոշակի ազնվորվածություն նախագահի, իսկ սա sense ոչ բոլորն են սա ընդունում, հատկապես ոչ բոլոր կուսակցությունները։ Հիմա նայեք, կարող է լինել խորհրդարանական երկիր, բայց նախագահ ընտրվի ժողովրդի կողմից, ոչ թե խորհրդարանում։